Ողջույն, եթերում լույս հաղորդաշարն է։ Այս հաղորդմանը մենք կրկին անդրադառնալու ենք եւ խոսել ենք քրիստոնեական արժեհամակարգի մասին։ Իսկ հաղորդման հյուրն է դիզայներ նկարչուհի Ալ Անանյանը։ Զարգացման կենտրոնում տեղի է ունեցել հերթական ցուցահանդես, այս անգամ նկարչուհի Ալա Անանյանի «Աղոթք» խորագիրը կրող նկարների անհատական ցուցադրությունը։ Նկարչուհին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջը, սկսել է ստեղծագործել դեռևս ուսանողական տարիներից։ Սա իր նկարների 10-րդ անհատական ցուցահանդեսն է։ Նկարչուհու հետ զրուցել է իմ գործընկերուհի Ալիսա Մելքոնյանը։ Գալիս է ժամանակ, որ բնությունն է ինքը հուշում, ինչ կարելի է նկարել, ու նաև էներգիա է տալիս ստեղծագործելու ժամանակ, դա նաև զգացել եմ, նաև պատերազմական այդ շրջանում եմ ստեղծագործել, օրինակ մարդիկ թաքստոց էին դեպի վազում, բայց ես քանի որ այդ պահին գույներս դրված էր, ես այդ պահին բաց չթողեցի այդ գույները վրցինը, ինձ հետ արկիր պահ էր այդ պահը։ Ինքը հենց նկարելու ժամանակ ես որ ասեմ ինչ որ մտածում եմ, ինչ պետք է նկարեմ, ոնց պետք է, նման բան չկա, ես ինչ Աստված տալիս է, ես նայել ստեղծագործում եմ այդ պահին։ Որ ես ստեղծագործել չեմ կարողանում այդ պահին, ես դնում եմ իմ տան մի անկյունում իմ նկարները ու ես դրանցից ավելի եմ ոգեշնչվում, նաև բնությունից, նաև իմ նկարած նկարների։ Ես սիրում եմ բնության գրկում, բնությունը վայելել, հետո գալ տուն, այդ էներգիան տալ կտավին։ Գետի ափին եմ գնում եմ լուր, նստում, այդ էներգիան գետի ափից այդ էներգիան է գալիս ինձ։ Բնության ծիտիկների ծլվլոցը, ինչ որ հետարքիր այդ էլեմենտները ես վերցնում եմ, պաշարում եմ, գնում եմ տուն։ Ու սկսում նկարել, ստեղծագործել, ավելի շատ ուզում էի դառնալ դաշնակահար, բայց չգիտեմ ինչի Աստված ինձ տարավ Թերլեմեզյան, ինձ հետարքիր էր։ Ու ես կրթություն ստացա ոչ թե նոյեմբերյանում, այլ ես ստացա կրթություն Թերլեմեզյանում։ Իմ հիմքը, իմ ամեն ինչը ես Թերլեմեզյանից եմ, գույները եւ չափերը եւ ամեն մի բան, ամեն մի դետալ ես վերցրել եմ Թերլեմեզյանից ու շատ շնորհակալ եմ։ Սիրելի Ալա, նախ շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հաղորդման հրավերը եւ համաձայնվեցիք մասնակցել նկարահանումներին, եւ առաջին հարցը, որ կցանկանամ տալ ձեզ, հետեւյալն է. ըստ ձեզ որքանով կարող ենք կերպարվեստի միջոցով փոխանցել քրիստոնեական արժեհամակարգը։ Ողջույն։ Հայկական կերպարվեստը ձևավորվել եւ առաջընթաց է ապրել քրիստոնեական դավանանքի գերիշխանության պայմաններում։ Արվեստի տարբեր բնագավառներում իրենց մարմնավորում են գտել կրոնական թեմաներն ու սյուժեները։ 4-րդ դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, քանդակներով։ Նշեմ, որ կերպարվեստը ներառված է քրիստոնեական արժեհամակարգի մեջ։ Հավատի, լեզվի, ինքնուրույն մշակույթի եւ անկախ պետականության գաղափարները ամրապնդում են քրիստոնեական արժեհամակարգը եւ համարվում են արժեհամակարգի հիմք։ Առանց այս ամենի մենք չենք կարող ունենալ քրիստոնեական արժեհամակարգ։ Արվեստում գեղեցկությունը երբեմն արտացոլվում է որպես Աստծո ստեղծագործության լավագույն օրինակ։ Իսկ ինչպես եք դուք այդ գեղեցկությունը փոխանցում ձեր ստեղծագործություններում։ Սերը, ճշմարտությունը, բարիությունը, գեղեցկությունը արդեն իսկ արժեքներ են, որին պետք է ձգտի ամեն մարդ եւ հոգեվոր գեղեցկությունը ես ստանում եմ այդ արժեքների միջոցով, որոնք փորձում եմ կրել եւ փայփայանքով պահել հոգուս ներսում։ Իսկ ինչ ազդեցություն կարող է ունենալ քրիստոնեական արժեհամակարգով ստեղծված արվեստի գործը մարդկանց մտածելակերպի եւ հոգեվիճակի վրա։ Ամեն մարդ ունի իր մտածողությունը, իր զգացողությունը եւ իր ընկալումը։ Մարդիկ տարբեր են տեսնում եւ զգում։ Կան հոգեվոր թեմատիկայով կտավներ, որոնց նայելիս կարծես թե արդեն քո ներսում աղոթ քնչի, թեթևություն կամ լուսավոր զգացողություն ունենաս։ Այնքան հարաբերական են, կան գործեր, որոնք եւ ճնշող են,
խոսում չեն, բայց այնուամենայնիվ անշուշտ քրիստոնյա մարդուն պետք է, որ դրական էմոցիա հաղորդեն նման արժեք ունեցող ստեղծագործությունները։ Իսկ ինչպես կարող ենք երեխային փոխանցել տվյալ արվեստի գործի կամ ստեղծագործության ոչ միայն բովանդակությունը, այլ նաև թե ինչ արժեքներ է պարունակում։ Ինչ եք կարծում, ինչ եղանակներով կարող ենք դա փոխանցել երեխաներին։ Ցանկությունը գեղեցիկին ավելի մոտ լինելու համար հենց սկզբից պետք է սերմանված լինի երեխաների մեջ։ Արվեստը երեխայի աշխարհը դարձնում է գունավոր, կենդանի եւ անկաշկանդ։ Ձևավորման եւ զարգացման համար արվեստները արթնացնում են մարդու հոգու ամենագեղեցիկ ու նուրբ կողմերը։ Բարոյական ուղեկիցների մի հարուստ աշխարհ են տալիս ողջ կյանքի համար։ Կիրառական եւ դեկորատիվ արվեստի գրեթե բոլոր տեսակները հասանելի են երեխաների համար, նկարչություն, քանդակագործություն, պար, այլընտրանքային ստեղծագործական միջոցներ եւ այլն։ Սիրելի Ալա, անչափ շնորհակալ ենք, որ կարողացաք ժամանակ գտնել եւ տրամադրել մեզ։ Մենք հիանում ենք ձեր արվեստի գործերով, ձեր ստեղծագործությամբ, ինչպես նաեւ այն բանով, որ դուք ամեն ինչի մեջ առաջին հերթին դնում եք Աստծուն եւ ձեր կոչման մեջ եք եւ այն շնորհը, որ տվել է Աստված, օգտագործում եք հենց իր փառքի համար։ Մենք ձեզանից անչափ շնորհակալ ենք, ձեզ բարի օր ենք մաղթում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, եթե ձեզ հետաքրքրեց այս թողարկումը եւս, ապա կարող եք մեզ հետևել Instagram-յան, Facebook-յան, YouTube-յան ալիքներում եւ հետևել մեր հաջորդ թողարկումներին։ Իսկ եթերում լույսներ կհանդիպենք։ Կարելի ասել իրար հավասար գնում են չարը եւ բարին։ Ինչքան որտեղ որ չարություն կա, այդքան է բարություն կա։ Ուղղակի պետք է մենք մեր աչքերով տեսնենք այդ ամեն ինչը, որ հեշտ լինի մեր կյանքում։ Մեր ստեղծագործական չխանգարի, մենք ստեղծագործենք, միայն չարը չպետք է տեսնենք, սևը չպետք է տեսնենք, մենք պետք է նաև գույները նկատենք։ Դրա համար հեշտացնում է, ավելի շատ հեշտացնում է գույներով զբաղվել կյանքը, մեր առօրյան։ Արվեստագետը պետք է միայն բարին տարածի իր նկարներով, ճիշտ է մենք էմոցիոնալ մարդիկ ենք, զգացողությունը մեր ավելի ուժեղա չեն կարող տարբեր անցնել թե չարի, թե բարու կողմով, դրա համար ես շեշտում եմ միշտ, որ զուգահեռ գնում են եւ բարին եւ չարը, եւ լավը եւ վատը։